Ժամանակին դեռ թագավորի կյանքի ընթացքում պատրաստում էր այն ամենը, ինչը նա պետք է տաներ իր հետ հանդերձյալ աշխարհ։ Պատկերացնել կարելի է, թե ինչ կարող էր իր հետ տանել հանդերձյալ աշխարհ լրագրողը։ Դե երևի գրիչ, թուղթ, ավելի ժամանակակից ատրիբուտ, համակարգիչ եւ գուցե օպերատորին։ Չնայած օպերատորն ինձ դեռ պետք է գալու դեպի հանդերձյալ աշխարհ մարդու դժվարին ուղին ֆիքսելու համար։ Մեծ զրուցակիցը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ երևալ, լավ ծանոթ է այդ դժվարություններին։ Վերջերս էր վերադարձել արտասահմանից պապին հողին հանձնելու համար։ Մոտավորապես թաղումը նստեց մեր վրա $2800 չափով։ Այս գումարի փոքր մասն էր սակայն ծախսվել հոգեհացի համար, ասում է Արթուրը։ Մնացածը կուլ տվեց գերեզմանաստեղծ փողակեր մեքենան։ Դիահերձումը, ես ասեմ ձեզ, տվել ենք 61000։ Այո, ամեն ինչ սկսվում է դիահերձարանից, սակայն Արթուրենց բախտը չէր բերել։ Նրանք բավական թանկ դիահերձարանի էին դիմել։ Ինչպես տեղեկացանք, յուրաքանչյուր դիահերձարան դիահերձման իր գինն ունի, որը տատանվում է 35-ից 50,000 դրամի սահմաններում։ Վճարը դիահերձարաններում համարում են հիմնավոր, ինքներդ եք հասկանում, հեշտ գործ չէ։ Դες կոնկրետ ֆիքսված ժամանակ չկա, որ օրինակ կարող է հանգուցյալ լինի այդ գործողությունը արվի 30-40 րոպե, կարող է մի ժամ, կարող է 2-3 ժամ։ Այսինքն կախված է հանգուցյալի վիճակից, կախված է երբ մահացե, կախված է եղանակից։ Հիմա շոկ է, այնպես որ սանիտարներն արագ են աշխատում։ Բժիշկ պատանատը նայում է, այդ օրգանակոմպլեքսը ուսումնասիրում է, կտորներ է վերցնում, որը կոչվում է աուտոպսիա, ընդհանրապես մենք մեջից չենք ոչ մի բան հեռացնում օրգանները եւ իրավունք էլ չունենք։ Լրիվ մարմնի մեջ ենք վերադարձնում, որի վրա լցվում է դեղը։ Իդեպ օրգանների մասին, հանգուցյալի օրգանները կարող են վերցնել փոխպատվաստման համար մինչև դիահերձարանը, սակայն հարազատների թույլտվությամբ միայն։ Մարդուն տրվում է իրավունք հրաժարվելու լինելու դոնոր, իսկ չհրաժարվելու դեպքում, եթե առաջանում է մահ, ապա պարտադիր պայման է ընտանիքի անդամների թույլատրությունը ստանալը։ Ժամանակին այս օրենքը չկար եւ որոշ դեպքերում հանգուցյալների առողջ օրգանները զուր տեղը կորում էին։ Հասկանալով, որ իրենք կորցրել են երեխային, հարազատները դիմեցին, որ եթե կարելի է օրգանները պատվաստեն ուրիշներին եւ իրենք ոնց որ ասած իրենց երեխան տեսնեն ուրիշ անձի, ուրիշ մարդու մեջ։ Բայց քանի որ այդ ժամանակ օրենքը թույլ չէր տալիս, իհարկե դա չիրականացվեց։ Բայց վերադառնանք ուղարկավորության թեմային։ Հենց դիահերձման ժամանակ հարազատներին պետք է հանձնվի մահվան վկայականը։ 32000 թղթաբանության համար թաղում եմ բյուրոյում։ Ինչ թղթի համար։ Որս մեր սեփական մեռելն է, հա։ Մահվան վկայականը։ Հա։ Այդպես ասենք։ 32000 32 մահվան վկայականը 32000 դրամ փող ուզեցին։ Մահվան վկայականը ինչ արժի դրա։ Մահվան վկայականը ավճարատրում։ Ինչպես ասում են, բռնված չէ, գող չէ, բայց անհասկանալի վճարներն այսքանով չեն ավարտվում։ Ամեն ինչ նոր է սկսվում հանգուցյալի համար գերեզմանատեղ ստանալու ընթացքում։ Գերեզմանը ինչ արժի։ Գերեզմանը անվճար տրամադրում է, իսկ բարեկարգման աշխատանքները կախված է հանգուցյալի հարազատներից։ Գերեզմանի ձեռքբերումը նստել է մեր վրա մոտ 1300-ից 1500 դոլար։ Իր ամեն թղթով, ամեն ինչով։ Ասաց նավթի թիվը այսքան, ախպեր, դրա մոտ էս թիվն է, $3000, այստեղ բանա $1300։ Դե մի օր չենք թողի սեղանի վրա, ոնց որ ասում է հանգուցյալին։ Տվեցինք։ Խնդրեի, որ նման տիպի հայտարարությունը խոստանում եմ նրանց անվտանգությունը եւ միևնույն ժամանակ նրանց գաղտնիությունը ապահովել, լրիվ տվյալները ներկայացնել համապատասխան կազմակերպություններին, որպեսզի պատժվեն դրանք։ Նա կարող է անուն ազգանուն վերցնի եւ տա դատարան։ Մստեն ասել մեռելը թողած դիմեմ իրավաբանների հետևից ասում։ Գերեզմանատների տնօրեններին նշանակում եւ վերահսկում է բնակչության հատուկ սպասարկում կազմակերպությունը, որի ղեկավարներից Ռազմիկ Հարությունյանը սակայն չի հիշում մի դեպք, երբ իրենք դժգոհ լինեն այդ տնօրենների աշխատանքից։ Նրանց աշխատանքը գնահատում են բավարար, այսքան տարիների մեջ եթե թերացում են կամ չարաշահում են, նրանք հեռացվում աշխատանքից։ Չեն հեռացվում։ Նա չեն հեռացվում, իրաց դիմում համաձայն մարդիկ կամ որ գնում են, դա գնում են, ասենք ես էլ կարող եմ դիմում տամ վաղաստեղից գնում եմ, դա հարց չի։ Մի րոպե անց սակայն Հարությունյանը հիշում է դեպք, որի հետքերով էին գնացել կառավարության դիմումից հետո։ Մարդը գնացել է անդե, իր գերեզմանը մաքրել է տալիս, այդ մարդը պահանջում է գումար։ Եվ մենք հետաքրքրվում ենք կողքից եկած մի ուրիշ անձնավորությունը, որ ոչ մի կապ չունի գերեզմանցի գրանցման հետ եւ ոչ մի կապ չունի գերեզմանցի աշխատանքի հետ։ Նա եկել է անդեղ իր համար փող աշխատելու միջոցակ թե։
Այն նման տիպի մարդկանց պայքարում ենք որպեսզի հանենք։ Ինչպես պիտի հանեն, ավելի շուտ հեռացնեն նման մարդկանց, եթե նրանք գերեզմանատներում չեն աշխատում։ Հասկանալի չէ։ Հարությունյանն այսպիսով խոստովանում է, որ իրենց համակարգում կան անբարեխիղճ աշխատակիցներ, որոնք փորձում են գրպանները լցնել հանգուցյալների հարազատների հաշվին։ Թաղման բյուջեն սակայն այսքանով չի սպառվում։ Դեռ պետք է դագաղ գնել։ Ընտրությունն այսօր բավական մեծ է, տեսականուն է ծանոթացնում Վարդանը։ Տարբեր գների կան 28000 դրամից սկսում մինչև 600-700 000։ Ինչու՞ է պայմանավորված գնի տալը։ Դե հիմնականում թանգանոցները դրանք լրիվ մաքուր փայտ են։ Ու լինում է լամինատից, պլաստիկատից։ Էժանները դրանց են։ Մեծ է նաև ընտրությունը թաղման երաժշտության մասով։ Դե տարբեր գների կան, որովհետև տարբեր վարպետներ կան, ամեն մարդ այսօր իր գին ունի, աստղերը ոնց են իրաց գները բարձրացրել, տենց նույն գները կան։ Ու հիմնականում սկսում է 30,000-ից։ Դե իսկ վերջում արդեն մնում է գերեզմանի կառուցումը։ Այս մեկն օրինակ մետաղական ամրաններով է, թանկ հաճույք է։ Հիմնականում պարզապես բետոնապատում ենք, ասում են բանվորները, բայց դա էլ էժան չէ։ Մի գծամետրը խոսքի մի 10,000 քառակուսին, քարը, մի 5,000 կուզի արող արեստավորը գծամետրին, ասենք քառակուսին։ Դե մնացածն էլ էսել հաշվես վերենք կգա մի 20,000 էջպես կկայնի։ Քառակուսի մետրը 20,000։ Հա, ավելի թանկ էլ կարող է գա։ Դա ես ամենաբանն եմ ասում էլի։ Հա։ Այսպիսով սովորական, ասենք 12 քառակուսի մետր գերեզմանատեղի կառուցելու համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 250,000 դրամ, չհաշված վերը թվարկված բոլոր ծախսերը։ Դրանք հաշվի առնելով հասկացանք, որ իսկապես նվազագույնը 2-3 000 է անհրաժեշտ անփորձանք այն աշխարհ ուղևորվելու համար։ Իրականում ինչ է տանում մատն իր հետ այս աշխարհից։ Մի բուռ մեղ, մի քանի կտոր փայտ։ Բոլորի մոտ նույնն է։ Մեկի մոտ քիչ ճոխ, մյուսի մոտ ավելի համեստ։ Եվ ըստ էության կարևոր էլ չէ, թե ինչպես ես գնում այս աշխարհից։ Կարևոր է, թե ինչպես ես ապրել եւ ընդհանրապես ապրել ես բառի փիլիսոփայական իմաստով։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, Արտակ Ավետիսյան, Ատոմ Համբարձումյան, Սուրանկյուն։